կփոխվեք Եղոյանի հետ։ Պարոն Եղոյան, կփոխվեք տեղերով պարոն Մինասյանի հետ։ Ինքը նաև խմբակցության անունից ելույթ ունի։ Հա, խնդիր չկա։ Չար նախանձ, էլի։ Պարոն Խաչատրյան, դուք ինչի մտակ ես խոսակցության մեջ։ Խնդրեմ պարոն Ալեքսանյան, համեցեք։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծագույն նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի Հայաստան դաշինք։ Հարգելի գործընկերներ, ես ճիշտ եմ հասկանում, որ դուք քաղաքականությունից դուրս եկեք, ձեզ ասել են դուք դուրս եկեք քաղաքականությունից։ Խեմ ես հարց տալիս, որտեվ իմ մոտ այս տպավորությունը առնվազն, որ դուք քաղաքականությունից դուրս եք եկել, ձեզ հրահանգել են, ասել են դուք դուրս եկեք քաղաքականությունից, հիմա քաղաքականությամբ զբաղվում է ռուս օլիգարխիկ կուսակցությունը, ըստ երևույթին գնահատելով ձեր անցողիկ շեմը հաղթահարելու շատ ցածր շանսերը, որովհետև առնվազն ձեր քաղաքական պասիվությունը տեղից մի ընդհատեք։ Առավել եւս ուրեմն մի խոսեք տեղից, երբ որ ես այս տեղից խոսում եմ, խոսելու բան ունեք, գնացեք ուրիշ տեղերից։ Ես կորոշեմ ինչի մասին եմ խոսում։ Դուք չեք կարող որոշեք, ես ինչի մասին նախազգուշացում ձեզ։ Կգնաք Ռոբերտ Քոչյանին, կասեք ինչի մասին ինքը խոսա։ Պարոն Ալեքսանյանի րոպեները վերականգնեք, խնդրում եմ։ Նորից, խնդրեմ, պարոն Ալեքսանյան։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, իմ մոտ տպավորություն դուք դուրս եք եկել քաղաքականությունից։ Եթե դուք դուրս չեք եկել քաղաքականությունից, ասեք դրա մասին մենք իմանանք, որովհետև ակնհայտ է, որ անցողիկ շեմը հաղթահարելու ձեր շանսերը շատ ցածր են, ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ ձեզ ասել են դուք քաղաքականությունից դուրս եկեք, մի խոսեք, մի երևացեք, դուք ընդդիմադիր դաշտի ռեյտինգ եք իջացնում, ձեր փոխարեն հիմա ձեր մյուս թևը պետք է զբաղվի քաղաքականությամբ ռուս օլիգարխի կուսակցությունը, ռուսական օլիգարխի կուսակցությունը։ Եթե այդպես է, ասեք իմանանք, եթե այդպես չի, էլի ասեք իմանանք, բայց բոլոր փաստերը առնվազն տանում են նրան, որ այդպես է եղել, այդպիսի որոշում է կայացվել, ձեզ էլ ասվել է, դե դուք էլ կատարող մարդիկ չեք կարող չկատարել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Արծվիկ Մինասյան, համեցեք։